Այսօր ես այցելելու եմ աշխարհի ամենաթանկ եւ ամենաէժան մթերային խանութները։ Գնելու եմ նույն մթերքները երկու խանութներից, իսկ վերջում համեմատելու եմ եւ տեսնեմ արդյոք արդարացված է ամենաթանկ խանութի սովորական ջրին տալ $17 կամ օրինակ հասարակ ձվին $18։ Մի խոսքով միասին կհամեմատենք աշխարհի ամենաթանկ եւ ամենաէժան խանութների մթերքներն իրար։ Երևան, այս խանութը ճանաչվել է Ամերիկայի եւ ամբողջ աշխարհի ամենաթանկ խանութը։ Այստեղից գնումներ են կատարում աշխարհի ամենահայտնի աստղերը, որոնց վստահ եմ ճանաչում եք։ Երևան խանութը իր խելամիտ ու անտրամաբանական գների պատճառով մեծ տարածում է գտել ամբողջ աշխարհում։ Ու հավատացեք, որոշ գներ այնքան զարմանալի են, որ դուք ուղղակի կապշեք։ Օրինակ տեսել եք $25 արժողությամբ մի քանի հատ ելակ։ Էժան խանութում նույն ելակները արժեն ընդամենը $3։ Այսօր միասին պարզելու ենք, թե ինչու այս երկու խանութների մթերքներն այսքան մեծ գնային տարբերություն ունեն։ Իսկ վերջում կտեսնենք, թե որ խանութի մթերքները հաղթեցին։ Երևան աշխարհի ամենաթանկ խանութի, թե Լոս Անջելեսի ամենաէժան Food for Less խանութի մթերքները։ Դե ինչ ես գտնվում եմ Երևանի առջև, աշխարհի ամենաթանկ խանութն է Երևանը։ Գնացինք, մտնում ենք։ Հենց մտանք ներս, մեզ ասացին, որ չեք կարող նկարել ու հիմա թաքուն ենք նկարում։ Ես արդեն տեսնում եմ գները։ Սովորական քամած հյութերը $13, ուրիշ խանութներում 4, մաքսիմում $5 է։ Պատկերացնում եք տարբերությունը գների։ Շարժվում ենք առաջ։ Ինչա գտնվում այստեղ։ Մի քանի հատիկ պոպոկ արժի $15։ Այո, այս խանութը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաթանկ խանութ։ Այստեղից գնումներ են կատարում աշխարհի ամենահայտնի մարդիկ, հոլիվուդյան աստղերը։ Եղել է դեպք, որ ես ու ընկերներս եկել ենք այստեղ ու տեսել ենք Էդիսոն Ռեյին կամ Բիլի Այլիշին մեր աչքով հենց այստեղ տարածքում։ Պատկերացնում եք, այտենց հայտնի մարդիկ են գալիս ու այստեղից գնումներ կատարում։ Խնդրում եմ ստեղ նայի։ Սովորական տավարի երշիկ է, մեջը մի քանի հատ է դրած ու գինը $23։ Ուրիշ խանութներում սա արժի մոտավորապես $8, իսկ այստեղ $23։ Ասում են ամեն ինչ շատ լավ որակի է, դրա համար էլ գները այսպես թանկ է, բայց մենք այսօր գնելու ենք տարբեր բաներ, այնուհետև համեմատելու ենք էժան խանութի հետ եւ տեսնենք ինչն է պատճառը, որ այդքան թանկ է ստեղի ուտելիքները։ Հələ մսերը խնդրում եմ նայեք, ես մի հատ փոքր մսի կտորը $30։ Հուշակեք գինը հենց հիմա մեկնաբանությունների բաժնում էսա ասելու եմ։ Ինչքան կլինի ձեր կարծիքով։ $140 էս մսի կտորի համար։ Չէ, իսկապես շատ թանկ է ամեն ինչ։ Բանկաների մեջ սառնարանում սուպեր է։ Օրինակ այս սուպը արժի $22։ Չեմ հավատում։ Մի հատ ջուրը $14։ Միած շշով ջրի համար $14։ Այմա գներով ավելի եմ հասկանում, թե ինչի է այս խանութը Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաթանկ խանութ։ Անպայման համեմատելու ենք էժան խանութի ջրի հետ, տեսնենք ինչի է սա $14։ Մի տեսակ չեմ հավատում, որ զարմանալու եմ այս ջուրը խմելուց կամ ինչ-որ sense հատուկ բան եմ զգալու։ Այստեղ յոգուրտ եմ տեսնում $8 արժի, կվերցնենք սա։ Իսկ սա կարագի գինն է, խնդրեմ, $12։ Հասանք ամենակարևոր մասը։ Ձուն ինչ արժի ձեր կարծիքով։ 6 հատ ձուն արժի $18։ Արա ձուն $18։ Ուզում հասկանամ, այդ ինչ հավա ածել ես ձուն, որ $18 է։ Կոկոսի կաթ, որը արժի $12։ Վերցնում ենք։ Խանութի աշխատողները ամեն վայրկյան գալիս ու միլիմետրով ուղղում են բոլոր պրոդուկտները։ Խնդրում եմ միած տեղ նայեք գծով շարածով ու մի հատ ձևի համար ծուր բան չկա։ Որա ես ինչ սիրուն է ամեն ինչ դասավորած։ Խնդրում եմ մի հատ բանջարեղենների դասավորվածությունը նայեք։ Ամեն ինչ ուզում ես առնես, ոնց որ մուլտիկի միջի խանութում հայտնված լինեմ։ Այս բաժնում գտնվում է կտրտած տարբեր մրգեր, $15 այս կտրտած մրգերի համար, $10 էլ էս փոքրն է։ Կոկոս ուզում ես, Ռաֆոյի ամենասիրելի բանն է կոկոսը։ Ժպտում է այս կոկոսը։ Կոկոս, որի վրա գրված է օրգանիկ, կվերցնենք այնուհետև կհամեմատենք սովորական խանութի կոկոսի հետ։ Մի տուփը $5 է, պամիդորի։ Վերցնում ենք նաև պամիդոր, ելակ, որը արժի $25։ Ասենք մի քանի հատ ելակա մեջը $25։ Ես պարտադիր պետք է սա փորձեմ։ Կարծում եմ մրգերի ու բանջարեղենների բաժնից հերիքա։ Շարժվում ենք առաջ, տեսնենք ել ինչեր են կարողանում գտնել։ Ժողովուրդ, մեղրների բաժնում եմ։ Արա, ես ինչքան թանկ մեղր կա ստեղ։ Մեղր կա, որը արժի $40։ Արա $40 փոքր բան կա մեղրի համար։ Սա ես սիրուն կդնեմ հետ ու կշարունակենք մեր ճանապարհը առաջ։ Այստեղ գտնվում է պիստակի կրեմ, որը արժի $45։ Սա իրենց արտադրությունը չի, այստեղ
հետաքրքիր բան եմ տեսել։ Երևանը արտադրում է իր նուտելան, խնդրում ստեղ նայեք։ Սա բնական աղացած պնդուկով է պատրաստած, գինն էլ խնդրեմ $20։ Սա կհամեմատենք սովորական նուտելայի հետ։ Սա մոտավորապես 4 անգամ թանկ է նուտելայից։ Խնդրում եմ միած ստեղ նայեք $16 սովորական չիպսի համար։ Ահա որ հետաքրքիր է ինչ ա լինելու սա, պարտադիր պետքա սա վերցնեմ։ Մենակ փաթեթավորումին որ ձեռք ես տալիս, ահա որ որակով է։ Մնում է համնել որակով լինի։ Ուրեմն այստեղ ես նույն չիպսի, որը $16 էր, գտա ավելի փոքր տարբերակը, որը արժի $8։ Մեջը մի քանի հատիկ կան, դա մենակ կվերցնենք այս մեկը։ Այստեղ շոկոլադ եմ տեսնում, որը արժի $30։ Խնդրում եմ միած տեղ նայեք։ Վրան գրված է սնկով շոկոլադ, կենտրոնանալու եւ էներգիայի համար։ Ես հաստատ սա չեմ փորձի, դնում ենք հետ։ Առաջարկում եմ վերցնենք հենց այս խանութի արտադրության շոկոլադը ու կարծում եմ արդեն խանութից դուրս գանք։ Մեկտաբանությունների բաժնում հենց հիմա փորձեք կռահել, թե ինչ կարժենա այս բոլոր գնումները։ Տեսնենք ով ճիշտ կկարողանա կռահել։ Խանութի մեջ նույնիսկ գտնվում է ռեստորան, որտեղից հիմա մենք կվերցնենք ուտելիք, ուտենք հենց խանութի տարածքում, այնուհետև կգնանք տուն եւ կփորձարկենք սրանք։ Խնդրում եմ մի հատ այս սալատների տեսքը նայեք, որ այս ինչ ախորժելի տեսք ունի։ Գինն էլ բավականին հետաքրքիր է։ Դեռ մի քանի բան անցկացրել ու արդեն $137։ Փորձեք գուշակել մեկնաբանությունների բաժնում ինչքան է լինելու վերջնական թիվը։ $172։ Հենց խանութի դրսում նստելու տեղեր կա, որտեղ կնստենք ու ռեստորանից գնված ուտելիքները կուտենք ու մեր կարծիքով կկիսվենք։ Իմ ու Ռաֆոյի սնունդին տվել եմ $60 իրար հետ։ Ռաֆս ես քեզ բարի ախորժակ, տեսնենք կիսվենք մեր կարծիքով։ Դե ինչ փորձում ենք առաջին աղցանից։ Այստեղ գտնվում է գունավոր գազար։ Ինչ տարբեր համերի գազարներ է։ Իսկ սա հավը։ Օ, համով է հավը։ Ժողովուրդ ընդհանուր 10-ից 10 շատ համով է։ Մենք երանք վերջացրեցինք, այժմ եկել ենք սմուդի խմելու։ Ջաստին Բիբերի կինը Հայլի Բիբերը այստեղ ունի իր սմուդին, որը այժմ մենք կփորձենք։ Դե ինչ $17 արժեր սա։ Շատ համով է։ Գնումները կատարված է, գնում ենք էժան խանութը։ Դե ինչ այս պահին գտնվում եմ Ամերիկայի ամենաէժան խանութում, որը կոչվում է Food for Less, այսինքն ուտելիք ցածր գներով, հենց այդպես է կոչվում խանութը։ Մինչև մտնենք ներս չէներգետիկով ձեր կենացնեմ ցանկանում խմել, շնորհակալություն եմ ուզում հայտնել, որ ամեն անգամ սպասում եք նոր վիդեոներից ու մեծ հաճույքով նայում եք վիդեոներս։ Մինչ մտնեմ Food for Less, մի հատ շատ կարևոր հարց ունեմ ձեզ տալու։ Այս վերջերս մի հատ միտք ա եկել, որ արժի արտադրել չէներգետիկի նոր համերը։ Եթե ցանկանում եք, ապա հենց հիմա մեկնաբանությունների բաժնում պլյուսներ դրեք, հնարավորինս ակտիվ կլինեք։ Եթե տեսնեմ ցանկացողները շատ են, ապա խոստանում եմ, որ անպայման կարտադրեմ չէներգետիկի նոր համեր։ Չէներգետիկի նոր համ? Այո, ճիշտ լսեցիք։ Մի քանի օր առաջ Instagram-ում story է գցել, որտեղ հարցերել էի, թե ինչ նոր համերի չէներգետիկ ցանկանաք որ հանեմ։ Հարցման արդյունքում հաղթեց ուշադրություն Մոխիտոյի համը։ Այո, ես ու իմ թիմը արդեն սկսել ենք աշխատել նոր չէներգետիկի համի վրա, որը լինելու է Մոխիտոյի համով։ Ինչպես կարող եք տեսնել Instagram-ի story-ներում, ես արդեն անում եմ տարբեր փորձարկումներ, որպեսզի ստանամ աշխարհի ամենահամով մոխիտոյի ըմպելիքը, որը կլինի իմ չէներգետիկի նոր համը։ Այնպես որ սպասեք, հետևեք Instagram-ից նման նորությունները բաց չթողնելու համար։ Նաև եթե ունես ուրիշ համերի առաջարկներ, ապա հենց հիմա մեկնաբանությունների բաժնում գրիր, թե դու ինչ համի չէներգետիկ կցանկանաս որ հանեմ։ Այո, հնարավոր է որ մի քանի նոր համ դուրս գա։ Մարդու չասես։ Ինձ հետաքրքիր այն թանկանոց խանութից հետո ինչ տպավորություն է լինելու ներսում։ Food for Less-ը համարվում է Լոս Անջելեսի ամենաէժան խանութը։ Առաջին բանը վերցնում ենք նուտելա, որը արժի, ինչպես տեսնում եք, $5։ Իսկ թանկ խանութում տվել ենք ուղիղ $20 համեմատելու ենք։ Այստեղ նույնպես չի թույլատրվում նկարել, ստեղել ենք թաքուն նկարում։ Վերցնում ենք մալինայով յոգուրտ, որը $1.39 է։ Խնդրում եմ միած տեղ նայեք, այս հսկայական չիպսը արժի $1.79, իսկ այնտեղ են փոքր չիպսին տվել ենք $8, պատկերացնում եք։ Վերցնում ենք սա, շոկոլադ, որը արժի $1։ Այժմ գտնվում ենք մրգերի ու բանջարեղենների հատվածում։ Մեզ կրկին պետք է ելակ, խնդրում եմ ստեղ նայեք, այս հսկայական մեծ ծանր ելակները ընդամենը արժի $3.99, իսկ թանկ խանութում են փոքր ելակներին տվեցինք $25։ Խնդրում եմ գնային տարբերությունը նայեք, իսկ համի տարբերությունը տանն ենք միասին պարզելու, համ տեսելով այս ելակը, այնուհետև թանկ արժեքը։ Էժան խանութից էլ պետք է վերցնենք փոքր պոմիդորներ, որը արժի $2.49, ամեն ինչ այնքան էժան
էժանային խանութից հետո ուղղակի չեք պատկերացնի։ Կոկոս, հիմա մեզ կոկոսա պետք։ Կընտրեմ կոկոսը այստեղ է գտնվում։ Մի հատ կոկոսը արժի ընդամենը $2, վերցնում ենք $2-անոց կոկոսը, վերցնում ենք կոկոսի կաթ, որը արժե $3, այս մեծը պատկերացնում եք։ Ասեմ ձեզ Լոս Անջելեսի համար բավականին էժան գներ է, իզուր չի որ սա ամենաէժան խանութն է համարվում։ Խնդրում եմ մի հատ հիշեք Երևանի ջրերի գինը ու ստեղ նայեք $1.29 այս մեծ ջրի համար։ Տեսնենք ինչքան է վերջում լինելու։ Այնտեղ նույն բաները կազմում է $150 համարյա, իսկ այստեղ $23.72 այսքան բանին։ Անհամեմատելի էժան է այս խանութը։ Դե ինչ գնումները կատարված է, արդեն դնում ենք մեքենայի մեջ ու շարժվենք տուն, որպեսզի համեմատենք թանկ խանութի մթերքը էժան խանութի մթերքների հետ։ Գնացինք։ Երկու վայրերում նույն բաները գնելով թանկ խանութում ծախսեցի $150, իսկ էժան խանութում $20։ Պատկերացնում եք ինչ մեծ էր գնային տարբերությունները։ Դե ինչ մենք արդեն տանն ենք, ես միայնակ չեմ կիսվելու իմ կարծիքով։ Ռաֆոն նույնպես կմիանա ու միասին կհայտնենք մեր կարծիքը։ Սկսում ենք ելակից։ Մեր չափերի տարբերություն խնդրում եմ նայեք $3, $25։ Սկսում ենք էժանից $3-ա, բայց ավելի խոշոր է, ավելի սիրուն տեսք ունի էժանը։ Այսպես լվում ենք։ Գնացինք։ Սովորական ելակա։ $3-ա, բայց ոնց որ թանկանոցը սա լինի։ Իսկ այժմ կփորձենք $25 արժողության ելակը։ Օրո, ինչ է կատարվում։ Օրա սրա հոտը լավն է, հələ քաշի։ Արայ։ Ոնց որ Հայաստանի ելակի հոտը գա։ Խնդրում եմ մի հատ տեսք նայեք, ավելի մուգ է նրանից։ Այդտեղ ջուր ունենք, լվում ենք։ Գնացինք։ Կներես, բայց $3-անոցը ավելի համով էր։ Տարա $3-անոցը ավելի համով էր։ Սա $3-անոցն է, սա 25-ներ։ Ես սպասում եմ, որ ահավոր քաղցր ինչ-որ բան է լինելու, ապուշություն։ Դե ինչ այս փուլում հաղթեց $3-անոցը, ես ապշած եմ ուղակի։ Դե ինչ հերթը հասավ յոգուրտներին, իսկապես չգիտեմ, եթե սա վատ է եղավ, տալու եմ Ռաֆ գլխիդ։ Ամենալավը դա է ալնելու։ Այս անգամ սկսում ենք թանկից։ Զգացվում արդեն որ թանկը, ապակուց ամանով է, գնացինք։ Վայ, մի խես կսում ատամներիդ։ Լավը չի, չէ։ Տեքստուրան է տարօրինակ։ Ես այս տարօրինակ բան չէի կերել։ Փորձեցինք թանկարժեքը, այժմ կփորձենք $1-անոցը։ Քլստեղ նայեք, պետքա փորձենք։ Արա մի քսի ատամներիդ գտալը։ Կարծում եմ այս փուլում հաղթեց թանկանոցը։ Դե ինչ հերթը հասավ չիփսերին։ Թանկի չենք փորձում։ Արա էժանից ենք սկսում այս փուլը։ Խի բացի։ Քանի որ բացեցիր թանկանոցը, կսկսենք սրանից, բրո։ Սովորական Մեքսիկայի հոտականի։ Արա, նայ չիփսի վրա ինչա։ Խնդրում եմ մի հատ ստեղ նայեք չիփսի վրա ինչա։ Հələ մի վարքյան։ Տեսա՞ր, բաժանորդագրվեցի ալիքին։ Դուք էլ հենց հիմա փոքրացեք վիդեոն կտեսնեք այս նշանից միացեք ալիքին ու այլևս բաշխեք թողնի հետագա ավելի հետաքրքիր վիդեոները։ Ինչպես տեսնում եք, ներսում մի քանի հատ չիփս է գտնվում։ Բասի, անհամբեր։ Եվ սա արժեր $8, պատկերացնում եք, խնդրեմ։ Հա, վատնա, ահավոր էր։ Շատ վատն էր, լուրջ։ Կովի համագալի։ Արա վատ ես, շատ լավն է։ Համ համով է, համ չէ։ Ուղղակի մի բան գիտեմ, որ Արա, յախք։ Grass-fed beef տա, ես էլ ասեմ խիա կովի համգալի։ Յախք։ Ինչ է։ Փաստորեն Ռաֆոն նկատեց հետևը գրված է, որ փաստորեն կենթանուց էր սարքած, տավարից, մսի հոտ է գալի, հələ մի հատ հոտ քաշի։ Թարգմանեցինք, խնդրում եմ միած տեղ նայեք։ Տավարի ճարպ։ Յախք։ Կներես, ես չգիտեի։ Լավ, սա դնում ենք մի կողմ եւ փորձենք $1-անոցը, որի մեծությունը խնդրում եմ նայեք։ Չիլի լայմի համով է։ Այսա համով է։ Չէ՞։ Դա ուղիղ։ Միանշանակ հաղթեց $1-անոցը։ Ինձ թվում է բոլորիդ ամենահետաքրքիրը ջուրն է։ Սա $1 էր, իսկ սա $17։ Ջուրը կփորձենք ամենավերջում, այնպես որ մնացեք մինչև վերջ մեզ հետ։ Հերթը հասավ լոլիկներին։ Սկսում ենք $2-անոցից։ Գնացինք։ Սովորական պամիդոր։ Այ թե ինչա լինելու $6-անոցը, հիմա կպարզենք։ Գնացինք։ Ամեն մեկը տարբեր համ ունի։ Այս փուլում հաղթեց թանկ արժեքը։ Իմ ձեռքում գտնվում է կոկոսի կաթերը։ Փորձում ենք էժանը։ Օր էս ինչ լավն է։ Հերթը հասավ թանկ արժեքը փորձելուն։ Օ, ես մեկ ավելի կայֆն է երևում։ Գնացինք։
Դե համը քիչ է, բայց դա իրականն է։ Շատ տարբեր էին համերը։ Այն մեկը քաղցրոտ էր, այս մեկը սովորական կոկոսի համ է գալիս։ Նույնիսկ շատ համով էր։ Այս փուլում հաղթեց թանկարժեքը։ Դե ինչ հերթը ասավ պնդուկի կարակին։ Կսկսենք նուտելայից։ Բացում ենք։ Ով չգիտի սրա համը։ Ես այդքանը չեմ սիրում անկեղծ ասած։ Այժմ կփորձենք թանկարժեքը։ Բացեցի ծակեր, մի վայրկյան։ Խնդրում եմ միած տեղ նայեք։ Այս փուլի համար ներս եմ հրավիրում Էդոյին, քանի որ նա քաղցրի մասնագետն է։ Հիշեք, այս աշխարհում ամենաշատ քաղցր սիրող մարդը այս տղեն է, այս տղեն։ Գնացինք փորձում ենք։ Յախ! Յախ! Հետ դուր, ստեղ հետ դուր։ Սպասելիքները զուտ չարդարացրեց։ Լավ չէ՞։ Նուտելայից հետո տարօրինակ վատներ, բայց հիմա դուրս եկա։ Շատ լավն է։ Շատ քաղցր չի, չէ՞։ Բոմբա, շատ ֆին է։ Բնական է դրա համար տարօրինակ ռեակցիա տվեցի սկզբից։ Ամեն բնական բան մի քիչ դառնություն ու տարօրինակ համ ունի, բայց որպես ավելի համով երևի նուտելան, բայց որպես բնական բան հաղթեց թանկարժեքը։ Դե ուրեմն հաղթեց սա։ Հերթը ասավ կոկոսներին, բայց խնդրում եմ մի հատ թանկարժեքի ձայնը լսեք։ Իսկ Էժանի միջից Գլխի ձենն է գալի։ Կա քո գլխի ձայնն է գալի ռաֆ։ Ձայն չի գալի այստեղից։ Այս ինչքան ջուր կար այս մեկի մեջ, չեմ հավատում։ Թանկարժեք կոկոսն արդեն այստեղ է, կիսում ենք հավասար։ Գնացինք, գնացինք։ Արա այս ինչ լավն է։ Արա շատ լավն էր։ Հերթը ասավ Էժան կոկոսին։ Սրա միջի ջուրը ոնց հասկանում եմ ավելի շատ է։ Իսկ թվում է էսի ավելի համովա լինելու չգիտեմ խի։ Սա Էժանն է։ Խնդրում եմ միած տեղ նայեք Էժան կոկոսից ինչքան շատ ջուր դուրս եկավ։ Պույպույ մկնիկի կենացը։ Ես մեկ ավելի լավն էր։ Հաստատ Էժանը ավելի լավն էր։ Գիտես համելխի, որովհետև նայ, թանկանոցը հին էր, արդեն գույնը փոխել է, իսկ Էժանը թարմ էր։ Այս փուլում հաղթեց Էժանը։ Հերթը ասավ շոկոլադին։ Արա խի ես ջարդվում։ Սաղ փչացրեց։ Սկսում ենք Էժանից։ Արա էս ինչ է սարը, Ռաֆո։ Գնացինք։ Առանձնապես հետաքրքիր չէր $1, իսկ այժմ կփորձենք թանկարժեքը։ Վաու։ Երևոն խանութի անունն է գրված շոկոլադի վրա։ Այժմ համը կփորձենք։ Ոյ։ Խնդրում եմ ներս նայեք։ Դառը շոկոլադ է։ Հաղթեց Էժան շոկոլադը։ Վերջապես ասավ ամենասպասված պահը իմ ձեռքում գտնվում է $1 արժողության ջուրը եւ $17 արժողության այս ապակյա ջուրը։ Ամենաառաջինը կփորձենք։ Օհ $1 ջուր, գնացինք։ Էս ինչ արիր, արա։ Խի։ Ասեմ ձեզ, հիանալի էր $1 ջուրը։ Այս դրանից հետո չգիտեմ ինչ պետք է լինի սա։ Կար։ Մի հատ ის ջուր տուր։ $1 տամ։ $1-նից մի արա։ Յախք։ Կար։ $17։ Ջուր եմ ուզում, կար։ Կտամ էսա $17 ջուր կյանքումս առաջին անգամ խմելու։ Հենց որ եկեք տեսնենք ինչ է իրանից ներկայացնում։ Կարիմանա հերոսը դրելում սրա վրա։ Արա մի արա։ Արա ինչա սրա հեռախոսս։ Մի արա։ Մի արա։ Դե ինչ վերջապես փորձում ենք ձայնը հələ։ Գնացինք 3, 2, 1։ Իսկապես չգիտեմ շշի տեսքից հա դեմ պահնա որ գիտեմ $17, բայց տարօրինակ համով ջուր էր, հաստատ սրանից լավն էր։ Փորձես Ռաֆ։ Արա $17 ջուր է, պատկերացնում ես ինչ թանկ է։ Լավն է, չէ։ Թեթև ջուր ասեն։ Ինչ որ հետաքրքիր է, չէ։ Ժողովուրդ վրան գրված է, որ 14 տարբեր ֆիլտրների միջով է անցնում այս ջուրը։ Ես ասում խի ասենց համով։ Բայց կսած թեթև գնաց, իսկականից համով էր։ Կարա մի 20 շիշ խմեմ։ Իսկապես հաղթեց թանկարժեք ջուրը։ Ժողովուրդ սրանից հետո չեմ ուզում ուրիշ ջուր խմեմ։ Հուսով եմ վայելել ես վիդեոն սկզբից մինչև վերջ։ Վիդեոյի տակ հավաքում ենք 25000 լայք, քանի որ այս վիդեոյի ընթացքում իսկապես շատ ենք չարվել ձեզ համար։ Շնորհակալ եմ, որ մինչև այստեղ նայեցիր վիդեոն, կհանդիպենք հաջորդ շաբաթ օրը։ Ցտեսություն։